Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր օգոստոսի 6-ն է 2026 թվական։ Առավոտ Հայաստանի կառավարությունից հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն։ Վարչապետը Չոլպոնատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Իհարկե այնտեղից արդեն նյութեր կար, արդեն հանդիպումը կար եւ այլ եւ այլ։ Բայց հարց է ծագում, ինչու Նիկոլ Փաշինյանը։ Չէ՞ որ այստեղ վարչապետների մակարդակով հանդիպում է, իսկ այդ երկրները ԵԱՏՄ անդամ, բացի Հայաստանից, մնացածը նախագահական կառավարման հավաքարկ է, այսինքն նրանց վարչապետը հավասարազոր է մեր փոխվարչապետին։ Իհարկե պարբերաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետների մակարդակով հանդիպումը, այսինքն Հայաստանի մակարդակը իջեցնում, հաշվի առնելով դե լավ մեր գործընկերներն են, հատկապես եւ դա վերաբերվում էր Ռուսաստանում հանդիպումներին, բայց ուրիշ հարց կա։ Ռուսաստանը սանկցիաներ է կիրառում Հայաստանի դեմ։ Չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին։ Անկամ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Միշուստինի հետ, այսինքն գնում է հանդիպման։ Դրանից հետո նորից շնորհավորանք չկա։ Հետո իր նախաձեռնությամբ լինում է հեռախոսազանգ Պուտինին, որովհետև հասկանում է, որ վարչապետի մակարդակով Հայաստանի նկատմամբ սանկցիաները չեզոքացնել չի ստացվելու։ Այսինքն դա քաղաքական որոշում է, ինչքան ուզում է հեքիաթ պատմեն, ասեն ձեր ապրանքը անորակ է եւ այլ եւ այլ։ Բայց զանգելով Պուտինին, որը իրան չի շնորհավորել եւ խոսելուց հետո, որ համարում էր արդյունավետ այդ խոսակցությունը, ոչ միայն սանկցիաները չհանվեցին, այլ նոր սանկցիաներ ավելացան։ Իսկ Փաշինյանը դեռ ընդամենը վերջերս ասում էր նախագահները հավաքվել են Հայաստանի հետ կապված բան են որոշել, թե պետք է հանրակրվե անեք եւ այլ, դե ես կհանդիպեմ իրանց ինչ որ պետքա կասեմ։ Հա, բայց նրանց հետ չես հանդիպում, հանդիպում ես վարչապետերի հետ։ Այսինքն ստացվում է, որ դե լավ ոչինչ, որ չեք ճանաչում, չեք շնորհավորում, մեկ է Փաշինյանն ասում է, դե որ խոսում էր ինձ հետ ոնց չի ճանաչում, այսինքն եթե իմ ընտրությունը չի ճանաչում, բաղում հետ էր խոսում։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ լեգիտիմ չի համարում այս խորհրդարանը, բայց մասնակցում է, որովհետև այդպիսի որոշում կայացված է վերջնական, սահմանադրական դատարանով էլ հաստատված։ Այսինքն դա առիթ չի, որ ասել դե քանի որ հետս խոսած, ուրեմն ինձ ճանաչում է, այլ ինչ եք ուզում, որովհետև ի վերջո հարցը չի լուծվում։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ նշաձողը իջացնելով գնում է Ղրղըզստանում հանդիպի, որ գոնե տեսեք ԵԱՏՄ գործընկերներ, եկեք իրար հետ լատեսնենք ինչ ենք անում, մի քանի փաստաթուղթ ստորագրել նախատեսվում էր, 3 փաստաթուղթ օրակարգում էլի հարցեր կան, չեմ ուզում դրանք թվարկեմ, որտեղ էական չի դա։ Բայց այդ ընթացքում Ռուսաստանից շատ ավելի կոշտ ու ամբարտավան ձևով խոսում են Հայաստանի հասցեին։ Իհարկե Նիկոլ Փաշինյանի հասցեին, որտեղ որոշում կայացնողը ինքն է, բայց ի վերջո դա Հայաստանին է վերաբերվում։ Հիմա տեսեք, այն քայլը, որ ինքը անում է, գնում է, զուգահեռ ընդեղից լսվում է Հայաստանի հասցեին։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեև։ Պետք չէ հասկացությունները փոխարինել, որովհետև եթե դիվերսիֆիկացիա գեղեցիկ բառի հետևում թաքցվի շրջադարձը եվրասիական ինտեգրումից եւ ավանդական դաշնակցից դեպի ըստ էության Ռուսաստանին բացահայտ թշնամաբար տրամադրված եվրոպական միություն, որը լրջորեն քննարկում է Ռուսաստանի հետ ուղղակի բախման հնարավորությունը, ապա այստեղ ըստ էության հետևությունն ակնհայտ է։ Կիևի ռեժիմի հետ ցուցադրական սիրախաղերը լուրջ կասկածներ են առաջացնում Հայաստանի իշխող շրջանակների Ռուսաստանի հետ իրական դաշնակցային համագործակցության պատրաստակամության վերաբերյալ։ Ճեպազորույցի ժամանակ ասել է Ֆադեևը մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները։ Ֆադեևը դա անվանել է բացահայտ խաբեություն, նախ միայն եվրասիական ինտեգրման գործընկերների,
ոչ միայն այլև հենց Հայաստանի բնակչության նկատմամբ դեպի Եվրոպա նման թռիչքի սոցիալ-տնտեսական հետևանքները թաքցվում են հայ քաղաքացիներից, իսկ արտահանման հետ կապված ընթացիկ դժվարությունները ներկայացում են որպես Մոսկվայի ինչ-որ սահմանափակումներ։ Սրանք մեր սահմանափակումները չեն, սա այն իրականությունն է, որն սպասվում է հանրապետությանը ավանդական կապերի խզման դեպքում։ Ֆադեևը հավելել է, որ Երևանի կողմից արևմուտքի երկրների հետ փոխգործակցության մասին ստորագրված հռչակագրերը իրավաբանորեն պարտադիր չեն, ի տարբերություն ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի զանգվածի։ Հիմա ինչ հասկանանք սրանից։ Երբ որ 2022 թվականին նույն Կիևի վրա հարձակվելուց 2 օր առաջ Ռուսաստանը դաշնակցային փաստաթուղթ ստորագրեց Ադրբեջանի հետ և փոխադարձ պատտավորությունները ավելի հագեցած էին, քան Հայաստանի հետ մեծ պայմանագիրը, այդ ժամանակ Հայաստանը նոր էր պատերազմն ավարտել Ադրբեջանի հետ։ Դեռ չկար այն բարեկամական քայլերը, որը փորձեց Նիկոլ Փաշինյանը հետո ասի եւ այլ, դրանք բոլորը հետո էր։ 22 թվականին նման բան չկար։ 22 թվականին դեռ խոսվում էր, պետք է Արցախի հետ կապված սա անել, նա անել եւ այլ եւ այլ։ Այն դեպքում, երբ որ 22 թվականին հոկտեմբերին է եղել Պրագայի հանդիպումը, սա մենք խոսում ենք փետրվարի մասին։ Բա ոնց Ռուսաստանը 44 օրյա պատերազմում Հայաստանը ռազմավարական դաշնակից Ադրբեջանի հետ էր կռվում եւ դրանից հետո դու դրեցիր այդ փաստաթուղթը ստորագրեցիր, ասեցիր, որ նա Հայաստանի թշնամին է։ Ոնց որ տենց բան չեմ հիշում։ Այսինքն մեղադրելը, թե դու մեր թշնամու հետ գործընկերությունը դիվերսիֆիկացիա մի կոչի, դա բացահայտ քայլ է մեր դեմ, որովհետև արևմուտքը պատերազմում է Ուկրաինայում միջոցով Ռուսաստանի դեմ, այսինքն կողմնորոշվի Հայաստան, ում հետ ես։ Այն որ իրանք մշտապես ասում են, որ Հայաստանը կողմնորոշվի, վերջապես գոնե կողմնորոշվի, էլի, որովհետև այդ խաղերը, որ տալիս է Նիկոլ Փաշինյանը, մի օր ստեղ ենք, մի օր ընդեղ ենք, բոլորին հասենք, հետո չկարողանանք տակից դուրս գանք, հետո փորձենք ինչ-որ մի բան ֆռռացնենք, էլ ավելի պարզես մարդիկ ինչ ասեն, որ կողմնորոշվի։ Եթե արևմուտքի հետ ես, ուրեմն արևմուտքի հետ ես, մենք էլ մեր գլխի գալիքն իմանանք։ Այլ ոչ թե այդ ընթացքում նորից մտածի գնանք Ղրղստան մի հատ տեսնենք հարցերը ոնց ենք կարգավորում Ռուսաստանի հետ։ Այս ձևով են քեզ ուզում ցույց տան, որ մենք քեզ առաջ պայման ենք դնում, բայց եթե այդ պայմանը դնում են, մենք էլ մտածում ենք, այսինքն նույնիսկ այն Նիկոլ Փաշինյանը, որ արևմուտք չի գնում, նույնիսկ այն Նիկոլ Փաշինյանը, որ այդքան ժեստեր անում Ռուսաստանին, անգամ Ռուսաստանը դա չի ներում։ Ասում դու պետք է 100%-անոց, ի՞նչ դիվերսիֆիկացիա, 100%-անոց հնազանդ լինես։ Սա է պահանջը։ 100%-ից պակաս ինքը համաձայն չի։ Իհարկե դրա մեջ կա նաև մեր իշխանությունների սխալը, որովհետև իրանք կարծում էին, որ այլևս մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինային հաղթելու է եւ քանի որ փորձում է վերականգնել Խորհրդային Միությունը կամ ցարական Ռուսաստանը ավելի մեծ տարածքներ կան Խորհրդային Միությունը, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը իր գավառամիտ ճարպկությամբ մտածեց, որ գնամ ասեմ Հայաստանում ինձանից հավատարիմ մարդ չես գտնի, դե եթե հաջորդը մենք ենք, այդ ես եմ, իմացի պրոբլեմ չկա։ Այդ է, որ մինչև այսօր մեզ երեսով են տալիս, եթե ոչ հրապարակային ասում կոնկրետ ինչ ասել, ապա հասկացնում, թե դու այդ չէիր, որ եկել էիր հավատարմության երթում էիր տալ։ Այո, դա շատ վատ էր, առավել ևս մեզ ճաղում էին, որ ասում ենք Ռուսաստանը չի հաղթելու, այս ինչի հետևից է կընկել, ինչ 3 օր եւ այլ, վերջում համար էինք այդքան մեզ ճաղում։ Լավ, չեք լսե, հարցը դա չի, բայց հիմա այլևս հարցը առաջանում է հետևյալը, դու ասում ես, որ Կիևի հետ դու էդ ինչ սիրախաղերի մասին է խոսքը, որ մի հատ սիմվոլիկ հումանիտար օգնության, կամ եթե չէ, որ եվրոպական քաղաքական խորհրդի մարդկանց հրավիրես Հայաստան եւ մեկ էլ ասես Ուկրաինային չեմ հրավիրում, ինչի ելնելով չեմ հրավիրում։ Ու դա տենց համարվում է ես իմ ինչ հարցեր, հա։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը ասում է
հստակ ձևով ձեր քայլերը արեք, նույնիսկ ձեր խաղերը թույլ չենք տալու, բայց Ռուսաստանը, որ այս վիճակում է, մեկը լինի իրան թույլ չտա, որ այդ Ռուսաստանը, որ սենց կոշտ պայման է դնում, նաև ինչի համար, որովհետև գիտի, որ Հայաստանում պարարտ հող կա պրոռուսական եւ խորհրդանում ներկայացված երկու քաղաքական ուժ եւ մի հատ էլ բալանսիրովչիկ Նիկոլ Փաշինյանը, որը մեկը օրվա մի մասը ռուսների համար ժեստեր անող է։ Այդ դրա համար այսօր Ռուսաստանը մտածում է, որ կկորցնի ինքը Վենեսուելան, կկորցնի Կուբան, կկորցնի Սիրիան։ Կմտածի, որ իշտե շուտ կորցնելու է Բերձդնեստրը, կորցնելու է Աբխազիան ու Հարավային Օսիան։ Աֆրիկայից արդեն դուրս է անում Ուկրաինան, ջոկատներն ուղարկել է, որտեղ Ռուսաստանը ազդեցություն ունի իր ջոկատներով, ասում է գնացեք ստեղից։ Մի հատ է սրտնեղած, ասում են Աֆրիկայից էլ են դուրս անում։ Բոլոր տեղի կորուստների հետ հաշտվում է, Հայաստանինը ոչ, որովհետև Հայաստանից են ժեստեր անում Ռուսաստանին։ Հայաստանում են ասում, որ պարարտ հող կա դեպի Ռուսաստան, դուք հանգիստ կարող եք մեր վրա հույս դնել։ Այսա է պատճառը, որ ասում է դե որ տենց է ձեզ կոտորում եք ինձ համար, դե ձեզ խելոք պահեք։ Թե չէ հիմա այո, ինչքան էլ մեզ համար դժվար լինի, մենք պետք է այլ ընտրանքային շուկաներ որոնենք, ինչքան ուզմա դժվար լինի։ Ու դա միայն Եվրոպան չի, շատ վատ է, որ մինչև հիմա արված չի, դիվերսիֆիկացիայի մասին նոր չի, որ խոսում են։ Էլեմենտար փաստաթղթային հարց անգամ լուծած չի, բայց հիմա դուք տեսնում եք Ռուսաստանի վերաբերմունքը։ Մենք պատասխան հստակ քայլերով պետք է ասենք, եթե ձեր վերաբերմունքը սա է, որ դուք ձեր գործընկերոջը անգամ չեք ցանկանում որևէ մեկի հետ, որևէ շուկայի հետ աշխատի, իր ապրանքը կարողանա իրացնի, բա դուք էլ ինչ գործընկեր եք, որ։ Հիմա նայենք մի շարք հարցեր էր քննարկում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր հակաօդային պաշտպանության բավական որակյալ գերճշգրիտ հրթիռների խիստ պակաս ունի, դա է պատճառը, որ ինքը չի կարողանում անգամ օգնել Ուկրաինային։ Անմիջապես իհարկե դրան անդրադարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, բայց դա ընդամենը մի հատ հոդված չէր կամ ասենք հարապարակում չէր Reuters-ում, դա մենակ դա չէր, CNN-ն էլ էր անդրադառնում, մի խոսքով շատ-շատերը, որ շատ լուրջ պատճառ է, որովհետև եւ դա է պատճառը, որ հիմա նաեւ խնդիր ունեն Իսրայելին պաշտպանության հետ կապված, նաեւ ամերիկյան բազաների։ Հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչ է ասում, ԱՄՆ-ն ունի ռազմավարքի հսկայական քանակություն, հատկապես որոշակի տեսակների, բացի այդ մեծ քանակությամբ ռազմավարքի արտադրվում եւ ըստ անհրաժեշտության ուղարկվում ԱՄՆ։ Պաշտպանական ընկերությունները կառուցում են գործարանների եւ ֆաբրիկաների ամենամեծ քանակությունը մեր երկրի ողջ պատմության ընթացքում։ Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են, նրանց համար երկարատև ազատազրկման ժամկետներ են պահանջվելու։ Այսինքն շատ սրտնեղված sense էմոցիոնալ արձագանքը Դոնալդ Թրամփի դա ցույց է տալիս, որ այնուամենայնիվ այնպես չի, որ դրա մեջ իրականության հատիկ չկա, որովհետև եթե դու իսկապես անսահման քանակությամբ զենք ունես, ամեն օր արտադրում ես, հետո էլ համալուրում ես, անգամ դրսի արտադրածն են քեզ տալիս, բա ինչի է Ուկրաինան դժգոհում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի Ուկրաինային հոբ համակարգերի մատակարարումները նախորդ 2025 թվականի համեմատ կրճատվել են մոտ 3 անգամ։ Ուկրաինան գտնվում է դեֆիցիտի վիճակում եւ Ռուսաստանը փորձում է օգտվել այդ պատուհանից։ Չգիտեմ, կան արդյոք մատակարարումների կրճատման այլ պատճառներ, բացի մերձավոր արևելքից, գուցե սրանք նաև քաղաքական քայլեր են, որպեսզի Ուկրաինան այսպես ասած ավելի զիջող դառնա։ Իմ կարծիքով սա եւս դեր ունի։ Մենք հասկանում ենք, որ սա լուրջ մարտահրավեր է։ Այսինքն հիմա դուք տեսնում եք, որ Դոնալդ Թրամփը, եթե ունես, ինչու չես տալիս, առավել ևս եվրոպական ՆԱՏՕ-ի անդամ պետությունները այն հայտնի փուրլ ծրագրով պատրաստ են վճարել եւ առնել տեխնիկան եւ տալ Ուկրաինային, բայց ասում է, որ այդ տեխնիկան պետք է նաեւ մերձավոր արևելքում, բա եթե ունես, ինչի չես տալիս, բա ինչի այդպես պակասություն արել։ Ու սա է պատճառը, ես երեք մի հատ հարց խոսեցի, կիսատ մնաց Իսպանիայի հետ կապված, Սեուտայի հետ կապված, բայց բարձաբանման կարիք կա, էլ այն մանավանդ որ այսօր Դոնալդ Թրամփը անդրադարձավ այդ զենքի պակասին։ Խնդիրը ի՞նչն է։
Իսրայելը կտրականապես թեմա, որ Ամերիկան Իրանի հետ համաձայնության գա, բայց եթե Ամերիկան Իրանի հետ համաձայնության գա, Իսրայելի համար հակաօդային պաշտպանության այդ համակարգերը գոնե այս պահին խիստ անհրաժեշտ չեն լինի, որովհետև հարվածողը Իրանն է, Իրանը չի հարվածելու։ Այս ընթացքում եթե գործարաններն աշխատում են, եթե դրսից համալրումները կան, եթե դու ժամանակ ես շահում եւ Իրանը քեզ չի հարվածում, դու այդ ընթացքում կարող ես շատ հանգիստ այդ բանակցությունը ձգելով օգնես Ուկրաինային Ռուսաստանի դեմ տանի ռազմավարական հաղթանակ, որից հետո շուռ գաս, արդեն Իրանը տեսնելով Ռուսաստանի վիճակը առանձնապես այնպես կոշտ չի պահելու իրան եւ ավելի մեղմ ալնելու բանակցային process-ում, բայց մեկ էլ տեսնում ես Իսրայելը դեմ է, որպեսի պատերազմը դադարի Իրան, Ամերիկա, անընդհատ հրահրում է, դրդում է այն աշճան, որ արդեն Տրամփն է վիրավորվում, որ ասում է ինչ է քո ուզածը, խելոք մնա մի քիչ էլ տարաձայնությունների մասին խոսում, բայց այդ ընթացքում փաստորեն ստացվում է, որ եթե կարելի էր պաուզայի միջոցով համալրել ուկրաինական զենքի պակասը, ստացվում է, որ Իսրայելն է դեմ դրան, եթե ոչ ուղղակի, ապա գոնե անուղղակի, բայց երբ որ հարցեր ենք լսում, տեսնում ենք, որ դա այդքան էլ անուղղակի չի, կասկածները արդեն մի քիչ ավելի հիմնավոր են դառնում, որն է դա, որ Ուկրաինային մատակարարելու հետ կապված Իսրայելը դեմ է, որը էտել են միջալոց, տարբեր լրատվականներ ու վերլուծաբաններ անդրադառնում, Իսրայելը դեմ է, որովհետև ասում է մեզ էլ է պետք, էտել քիչ է, լա մի հատ էլ ասենք անգամ հարց առաջացավ Patriot-ը, որ Ուկրաինան արտադրի, անգամ այդտեղ էին ասում, Նեթանյահուն անգամ դրա հետ կապված է խոսել Թրամփի հետ, որ հանկարծ ինչի համար ինքը արտադրի եւ այլ եւ այլ։ Սա շատ տարօրինակ է ինչի համար, որովհետեւ փաստորեն ստացվում է աջակցել Ռուսաստանին։ Այն դեպքում, երբ որ Իսրայելը ավանդաբար շատ լուրջ կապեր ունի Ուկրաինայի հետ, այն էլ դարերով կապեր ունի։ Եվ ասենք ինչ է ստացվում, որ այդ պարագայում, եթե նույնիսկ ինքը հարաբերությունները փչացրել է բանի հետ, եվրոպական երկրների հետ Նեթանյահուն, գոնե այդ ժամանակ, եթե իր համար կարող էր անգամ պատերազմի մեջ հայտնված Ուկրաինան ըլներ իր համար հենարան, իսկ եթե Ուկրաինան կանգներ Իսրայելի թիկունքին, արևմտյան երկրները Ուկրաինայի թիկունքին կանգնած են։ Ու դրա համար շատ տարօրինակ էր այս վարքագիծը, որ Իսրայելից տեսնում ես։ Այսինքն խազարական կագանատից սկսած 100-ամյակներով նրանք ուղղակի եղել է եբրայական կրոնը ուկրաինական պատմական տարածքների վրա։ Էլ չեմ ասում հետագայում եւ նաեւ լուրջ կապերը Ուկրաինայի հետ։ Այսինքն նույնիսկ այնքան զարմանալի էր, որ անգամ մտածում ես, արդյոք դա պատահական զուգադիպություն կարող է լինել այս հարցի հետ կապված։ Ես դրա համար նաեւ խոսում էի Իսպանիայում տեղի ունեցածի հետ կապված, ասի մի քիչ ավելի հանգամանալից կանրադառնամ, այնդ որ 72,000 միգրանտներ Մարոկկոից մտան Սեուտա, որովհետև դրա հետ կապված փաստորեն, եթե մարդը ուզում է գնա մտնի Իսպանիայի տարածք, էլի թող գնա մտնի, ինչի փախստականների հետ կապված հարցերը նորությունը տասնամյակներով այդ խնդրը կա։ Բայց կազմակերպված ձևով 72,000 մարդ մի օր որոշեն ու մտնեն, Ժորժ ջան, դա լավ պետք է կազմակերպես։ Ու անգամ պետական մակարդակով այդպես չես կազմակերպի, որ կասկածեինք Մարոկկոյի կառավարությունը դա տես լավ պետական մակարդակով կազմակերպել է։ Ինչու դրա հետ կապված առաջացավ երկու կասկած։ Կասկած մեկ, որ Ռուսաստանը, որը Մարոկկոից գնում էր բենզին եւ ինչ որտեղ պայմանավորվածություններով իրան շատ ձեռնտու է, որ Եվրոպան գլուխը խառնվի, մտածի իր սահմանների ամրապնդման համար, Եվրամիության մեջ առաջանա խնդրեմ, Շենգենի հետ կապված լարվածություն եւ այլ, մտածեն ասեն ավելի լավ է մեր ուղղությամբ մտածենք Ուկրաինային խնդիրը մի քիչ հետի պլան մղվի եւ դրանից օգտվի Ռուսաստանը։ Կարող էր դա անել Ռուսաստանը, այո, կարող էր, իհարկե կարող էր, բայց նաեւ ուրիշ հարց։ Կասկածներ, որոնք որ կային, ճիշտ ասած մտածում էի, որ արդյոք դա կարող է հիմնավոր լինի, բայց երբ որ տեսանք, որ ուկրաինական զենքի հետ կապված դա արդեն կա, այդ դեպքում հասկանանք նաև ինչ կարող էր լինել։ Մի քիչ պատմական էքսկուրս կատարենք։ 1492 թվականի հունվարի 2-ին Մավրերի դեմ պատերազմում Իսպանիայի թագավոր եւ թագուհի
Ֆերդինանդ Արագոնացին, Ֆերդինանդ II-ը եւ Իզաբելլա Կաստիլիացին, Իզաբելլա I-ը հաղթանակ տարան մավրերի նկատմամբ, որոնք Իսպանիայի հարավում էին գտնվում դեռ 711 թվականից։ Եվ եթե օբյեկտիվորեն հաշվենք, 718 թվականից Իսպանիան կռվում է նրանց հետ։ Լատեք որ թվականից եմ ասում։ Իհարկե այդ ժամանակ այդ տարածքում պատմականորեն վեստգոթերն էին ապրում, չասենք մենակ տենց ժամանակակից Իսպանիա։ Բայց ի վերջո, բայց Ֆերդինանդ Իզաբելլան 10 տարի կռվում էին մավրերի դեմ։ Իրանք, եթե նա հաշվում ենք 718-ից, տենց անընդհատ, տենց որ չեն հաշտվել այդ մտքի հետ։ Ապա 1482 թվականից 10 տարի իրանք կռվում էին մավրերի դեմ։ Եվ վերջապես 1492 թվականի հունվար 2-ին հաղթեցին եւ վերջ։ Այսինքն Գրանադայի էմիրությունները տապալվեց։ Բայց իզարմանս շատերի թագավորն ու թագուհին չպահանջեցին, որ նրանք երկրից բոլորը հեռանան։ Հաղթել ենք, վերջ։ Այսինքն նա ուզում է ապրի, թող ապրի, նա ուզում է դուրս գա, թող դուրս գա։ Հենց խնդիր հատուկ չէին դրել, եթե մենք ձեզ հաղթել ենք, թողեք գնացեք ստեղից։ Ինչ եմ ասում իզարմանս, որովհետև մարտի 31-ին փոխանակ մավրերին դուսանեին, որոնց հետ կռվում էին, որոշում կայացրեցին Ալգամբրայի էդիկտը, այսինքն ինչ է Ալգամբրայի, որովհետև այդ ժամանակ նստավայրը Էմիրի նստավայրը, Գրանադայի Էմիրի, հենց Ալգամբրան էր, պալատը, իսկ քանի որ Ֆերդինանդն ու Իզաբելլան հաղթեցին, դե գնացել են պարտվածի տարածքում են նստում եւ դա որոշակի ժամանակ դարձավ Իսպանիայի թագի, այսպես ասած, ռեզիդենցիա։ Դրա համար այդ էդիկտը, այսինքն դեկրետ, այսպես ասենք, որ պարզելն ինչի մասին է խոսքը, իրանք դա ընդունեցին մարտի 31-ին 1492 թվականի, որ հրեաները կամ պետք է ընդունեն կաթոլիկ կրոն, կամ պետք է հեռանան երկրից։ Մի մասը ընդունեց, մի մասը հեռացավ եւ տրվեց վերջնաժամկետ հուլիսի 31-ը, որ մինչև հուլիսի 30 մարտի 31-ին որոշեցին, մինչև հուլիսի 31-ը եւ վերջնաժամկետ 10 օգոստոսի 2-ին ումբռնենք դատում ենք։ Վերջ, էլ երկար բարակ չենք խոսում, այսինքն վերջնաժամկետը կա։ Եվ մեկ էլ, իհարկե, պարզա հրեաները տարբեր առիթներով կարային հիշեին, որ իրանց դուրս են արել Իսպանիայից եւ այլ, հիշեն իրանց պատմությունը եւ այլ, դե մի զարմանալի բան չկա։ Բայց շատ պատահական զուգադիպությամբ, երբ որ Մարոկկոյում այս իրադարձությունները եղան, ոչ միայն որոշ մասնագետներ տեսան ռուսական հետք, այլև տեսան Իսրայելի հետք։ Ճիշտն ասած, սկզբից ես չհավատացի դրան, մտածելով, որ ոնց կարող է պատահի Իսրայելը Ուկրաինային դեմ գնա։ Եվ բացատրեցի թե ինչի, Ուկրաինան կարող է ինչքան էլ պատերազմի մեջ էլի Իսրայելին թևութի գունքը լինի, պատմականորեն իրենց ընդհանուր կապերի առիթով։ Իրոք չհավատացի։ Բայց երբ որ տեսա այս զուգադիպությունը, ասի այսպիսի զուգադիպություն այնուամենայնիվ հնարավոր չի պատկերացնել։ Այսինքն ինչ է ստացվում։ Մենք դժգոհում ենք, որ մեր հետ վատ եք վարվել, եւ Մարոկկոյում մենք խնդրեմ ենք առաջացնում, նրանք լցվում են Իսպանիա, բայց դրանից ով է օգտվում։ Դրանից օգտվում է Ռուսաստանը։ Դրանից օգտվում է Ռուսաստան, այսինքն ստացվում է, որ Իսրայելը օգտվում է Ռուսաստանին ընդդեմ Ուկրաինայի։ Եթե այն վերևի երկուսը չլիներ, անկեղծ ասած ես սա ձեզ առաջի անգամ չեմ ներկայացրել, անկեղծ չեմ հավատացել, որ կարող է նման բանը լինի, բայց երբ որ հիմա տեսնում ենք դա, տեսնում ենք այն լարվածությունը, որ իրանք այդ առիթով առաջացրել էին եւ որոշակի կազմակերպած որակներ, որոնք որ կարողացել են 72000 մարդու ոտի հանել մի մարդու պես լցվեն այնտեղ, նպատակը Էջ այդքանը դուզում եք գնայեք Եվրոպա, չգիտեիք, որ դուք Աֆրիկայի հյուսիսից Սեուտայից չեք կարող կոնտինենտալ Եվրոպա մտնեք։ Ինչի՞ ձեզ համար, այսինքն պարզ չի, որ դա ընդհանրապես ակցիա էր կազմակերպած։ Դա իրականում այն մարդիկ չէին, որոնք ցանկանում էին ներթափանցել Եվրոպա, մանավանդ որ ժամանակին Ջիբրալթարով են անցել, միշտ էլ անցել են, նորություն չի։ Այսինքն սրա մեջ իսկապես կա կազմակերպվածության հետ։ Այն դեպքում Ինչքան էլ մեղադրես Իսպանիային, որ ասես այդ ինչ է սարել այդքան տարի առաջ, 1968 թվականին անգամ դիկտատոր Ֆրանկոյի օրոք, Ֆրանցիսկո Ֆրանկոյի ինքը կանգնեց եւ շեղել հայտարարեց այս
դեկրետը, այս էդիկտը, չնայած պարզա որ չէր էլ գործում, բայց ուղղակի վերաբերմունք արտահայտեց, որ դա սխալ է եղել եւ դա պետքա վերացնել, նույնիսկ ասում եմ, դիկտատոր ֆաշիստ Ֆրանցիսկո Ֆրանկոն։ Իսկ դրանից հետո 1992 թվականին 500-ամյակի հետ կապված Իսպանիայի թագավորը Խուան Կարլոս առաջինը գնաց Մադրիդում սինագոգ եւ պաշտոնապես պետության անունից դե ինքը թագավորը պետության անունից ներողություն խնդրեց կատարվածի համար, որը կատարվել էր 500 տարի առաջ։ Տղեկ ջան, Աստծուց կարակ եք ուզում։ Դրանից հետո մի հատ էլ որոշում կայացրեցին նրանց ում որ աքսորել են եւ պարզվում է որ նրանց սերունդները ում որ դուրս են արել Իսպանիայից որևէ երկրի քաղաքացի են կարողանան հիմնավորեն որ իրանց պապը եղել է Իսպանիայում նրանք կարող են անմիջապես առանց քաղաքացիությունից հրաժարվել ու Իսպանիայի քաղաքացիություն ստանալ էլ ինչ աներ Իսպանիան ժողովուրդ ջան իր սխալը ընդունի 500 տարի հետո էլ ինչ աներ դրա համար Բա հիմա այս ամենածանր ժամանակ որ Եվրոպան կանգնած է Ուկրաինայի թիկունքին խաղեր տալու ժամանակն է ժողովուրդ ջան Այդ դրա համար եմ ասում եթե զենքի հետ կապված այդ արտահոսքը չլիներ ես սրա հետ կապված նույնիսկ չէի մտածի ես չէի կասկածի որ անգամ կարող ասենց կազմակերպված բան անեն որի հետևանքը լինելու է Ուկրաինայի դեմ որի հետևանքը լինել է Ռուսաստանի հետ պասերով Ուկրաինայի դեմ Ուկրաինային չզինելն էլ է Ռուսաստանի շահերից բխում եւ այս խժդժությունները որ Եվրոպան մտածի իր սահմանները ամրացնել դա էլ է բխում Ռուսաստանի շահից այս ինչ է կատարվում հավատանք իմա սրան եթե չէ հերքեք որովհետեւ այն ինչ որ ես ասում եմ ոմենակ ես ինձանից չեմ ասում ես դա ասում եմ որ նաեւ դա քննարկվել է չէ որ ես դա ներկայացնում եմ ձեզ Եվ իդեպ Միչայլոց նաև երբ որ հիշեցինք այդ պատմական իրադարձությունները հիշենք որ նաև ինչ առիթով փաստորեն Ամերիկայի հայտնագործելը ինչով էր նաև պայմանավորված այս ամեն ինչի հետ որովհետև Իսպանիան միավորելու խնդիր կար Իսպանիան որպեսզի միավորեին դրա ճանապարհը քաղաքական ամուսնությունն էր Արագոնը եւ Կաստիլիան միավորելու համար վերցրեցին են անչափահասին Ֆերդինանդ II-ին Արագոնացուն եւ թաքուն պսակեցին Իզաբելայի հետ 17 տարեկան Ֆերդինանդն էր 18 տարեկան Իզաբելան եւ դրանով ստեղծեցին հիմքը դրեցին միավորման Իսպանիայի միավորման հիմքը դրեցին այդ քաղաքական ամուսնության ինչի եմ ասում գաղտնի ամուսնացան որովհետեւ շատերը դեմ էին կգերադասեին իշխանությունը զավթեին Արագոնայում Կաստիլիայում քան մտածելով որ այդ միավորման արդյունքում այլևս իշխանությունը իրան ձեռքից վերցնել չեն կարող ինչպես եւ չկարողացան Եվ դա է պատճառը, երբ որ Իսպանիան հզորացավ, Իսպանիան հզորանալու ժամանակ նաև 10 տարի կռվում էր մավրերի դեմ 1482 թվականից եւ բնականը գլուխը խառն էր, որ մտածեր Կոլոմբոսին օգնի գնա Ամերիկա։ Իհարկե Կոլոմբոսը սկզբից դիմեց Պորտուգալիայի թագավորին Ժուան II Կատարյալին 1483 թվականին, բայց նա մերժեց, ասեց ես դրա կարիքը չունեմ, ակադեմիան էլ գնահատական տվեց, որ սխալ հաշվարկը դա ընդհանրապես հետաքրքիր չի մեզ, եւ դրանից հետո արդեն ինքը հանձնարարեց Բարտոլոմեո Դիաշին, էքսպեդիցիայի ղեկավար նշանակեց Ժուան II թագավորը եւ ասեց Աֆրիկան շրջանցելով մեր ճանապարհը բացի։ Իդեպ ճանապարհը բացեց, Աֆրիկան շրջանցեց, գնաց մինչեւ ժամանակակից Պորտ Էլիզաբետ, այսինքն Հարավաֆրիկյան Հանրապետության արևելք, որից արդեն ուղիղ կարող էր գնալ Հնդկաստան։ Վասկո դա Գաման ավելի ուշ է գնացել։ Այսինքն այդ խնդիրը ինքը մտածեց Ժոանը մերժեց, որովհետեւ ինքը չհավատաց այդ ծրագրին եւ մտածեց Աֆրիկան շրջանցելով գնալը ավելի ճիշտ է։ Կոլոմբոսը եկավ Իսպանիա եւ դիմեց Իսպանիայի թագին
Ֆերդինանդին եւ Իզաբելլային 1485 թվականին ասեց, որ այսպիսի բան եւ այլ, բայց քանի որ իրանք պատերազմի մեջ էին մավրերի հետ, ասին քուզալեն չկա։ Հաշվարկներն գիտնականները նայեցին, ասին սխալ է հաշվարկել եւ այլ, մի խոսքով Կոլումբոսին մերժեցին 85 թվականից Կոլումբոսը հա գնում էր, հա գալիս էր, հա համոզում էր այս կողմենքով 92 թվականի հունվարի 2-ին մավրերին հաղթեցին, դրանից հետո ասին վերջ ծախսերն ահագին պակասեց, ընդհակառակ այս հսկայական տարածքը վերցրեցինք, այսինքն մեր գանձարանը կարող ենք լցնել, լրացուցիչ ծախս չենք անելու, այլ հարստանալու ենք, այն ինչ էիք ասում, ուզում էիք գնայիք դեպի Հնդկաստան արևմուտքով, եկեք այդ հարցը կարգավորենք, այսինքն որպեսզի Ամերիկան հայտնագործվեր, Ֆերդինանդն ու Իզաբելլան պիտի փսակվեին եւ պետք է մի հատ էլ մավրերին հաղթեին եւ պետք է Կոլումբոսն էլ այդքան համառություն ունենար, որ Պորտուգալիայի մերժվելուց հետո ինքը լինելով ջենովացի, լավ մի հատ էլ որ մի քիչ էլ խորանում ենք, բարձումը հայրական էլ ցակում ուներ, ռիսկ էլ արեց գնաց Իսպանիա, գնաց այն դեպքում, երբ որ Իսպանիայից հանում էին, էլի, ինքը գնաց այդ հարցերով զբաղվելու, չնայած դե այն վաղ ինքը վիշտ չէր առնում, որ ինքը կապ ունի, այդ շատ ավելի ուշ բացահայտվեց։ Այսինքն, որպեսզի Դոնալդ Թրամփը այսօր որ խոսում է մենք, Ամերիկան այս կողմենքով, պետք է պարտական լինի այդ մարդկանց փսակադրությանը։ Այ ինչ է պատմությունը, երբ որ ինչից հետո ինչ հետևանքներ ունենում։ Հիմա նայենք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինային հրթիռային մատակարարման հարցը։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը եւ Ռուսաստանի զանգվածային հարձակումները, ինչպես նաեւ գործընկեր երկրների հետ աշխատանքը Ուկրաինային հրթիռային մատակարարումն ապահովելու համար։ Կարևոր է վերացնել բոլոր բյուրոկրատիաները եւ կայացնել անհրաժեշտ քաղաքական որոշումներ։ Բառացիորեն ամեն օր Ուկրաինայում մարդկանց կյանքը կախված է Եվրոպայի եւ Ամերիկայի մեր գործընկերների վճռականությունից, ընդգծել է Զելենսկին։ Հիմա դուք տեսաք այս իրավիճակը, որ պատկերացնեք ինչ է տեղի ունենում։ Այսինքն այն որ վերև ասեցինք, որ դրա կարիքը ունեն, այսօր Ուկրաինան վճռական պատերազմի մեջ է եւ փաստորեն մատակարարումների խնդրեմ ունի։ Այսա խնդիր է, որը որ այս շղթան նայեցինք, որպեսի հասկանանք, էլի, օրվա լուրերը շատ կարևոր է, բայց օրվա լուրերը եթե չես խորանում, տեսնես ինչի մասին է խոսքը, շատ թերի կարող է լինել։ Ռուսաստանի Դաշնության Յարոսլավրում Ուկրաինային օդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Սլավնեֆտ ընկերությանը պատկանող Յարոսլավ Նեֆտեօրգսինթեզ նավթավերամշակման գործարանում։ Իհարկե նաև ուշադրություն դարձնենք Wildberries այդ բաներին, marketplace-երին հարվածները, որ պարբերաբար Ուկրաինան հարվածում, այս ինչի են պարբերաբար իջեցնում, այս Ռուսաստանից որ հարձակվել էին Հայաստանի վրա, տեսեք մենք բան եւ այլ, հերթական անգամ ուզում եմ ասեմ, Ժողովրդյան, սա սովորական հարվածներ չի։ Նավթավերամշակման գործարաններ սովորական չի, Wildberries-ին էլ սովորական չի։ Wildberries-ին ֆինանսավորում է հիմնականում ՎՏԲ բանկը։ ՎՏԲ բանկի 74.4%-ը պետական մասնակցությունն է։ Եթե այսօր հարվածը հասցվում է Wildberries-ին, նշանակումը պետությունն է գումար կորցնում, որովհետև կամ պետությունը պետքա փոխհատուցի, ցենտրաբանկը պետք է այդ գումարները տա, ոնց, որովհետև այլապես ու չի սնանկացնելու ՎՏԲ-ն, կամ Wildberries-ը հրաժարվում է իր պայմանագրային պարտավորությունը կատարել ու ասում է ես նման պարտավորություն չունեմ, այդ դեպքում ինչ է ստացվում, այդ տնտեսվարողներն են տուժում, որի արդյունքում նաև տուժում է Wildberries-ը, նաև տուժում է բանկը, նաև պետական մասնակցության գումարները, որովհետև գումարը չի աշխատում, որովհետև այդ հիմնարկը չի աշխատում։ Անմիջապես հարցածագում Wildberries-ը եթե պետության հովանավորության տակ չէր, այդ ինչի էր միայն օգտվում պետական մասնաբաժնով ՎՏԲ-ից, այդ ինչի ուրիշ բանկեր չէին ֆինանսավորում, վարկեր տրամադրում, ինչու էր իրան ձեռնտու ՎՏԲ-ն, որը պետական բաժն է մասնա 74.4%-ը, եւ ինչու էր ՎՏԲ-ին ձեռնտու Wildberries-ին վարկեր տալը։
Սա իմանանք, որ եթե փող շահավետ է, նշանակում է կա որոշակի պայմաններ, դե դեպքում հարց է ծագում։ Բա պետական փողը կորցնում եք, ամեն օր խփում են Պահեստին, բա մի հատ Ռուսաստանի իշխանություն ճոռոմ խոսում եք, բա մի հատ չեք կարողանում այդ դրոններին խփեք։ Եթե չեք կարողանում այդքան ապաշնորհեք, մեզանից ինչ եք ուզում։ Դուք մեզ ինչով եք օգնելու։ Ձեր անվտանգային ինչ երաշխիքով եք օգնելու, որ 1400 կիլոմետրով Վալբրեզի Պահեստին խփում է դրոնը, որը որ սենց նայում են վերև, հա ավեսով սենց գալիս է, մի հատ թաթիկով ճանապարհ են դնում, որ գնա խփի։ Բա խփեիք։ Այսինքն դուք ի վիճակի չեք, իսկ Ադրբեջանը կրակելու է մի քանի կիլոմետրից։ Դուք դա կարողանալու եք դեմ առնեք, չէ, նա մեզ կմեղադրեք, կասեք դուք ձեզ լավ չեք պահում, դրա համար ձեզ չենք պաշտպանում։ Այսինքն եթե դուք պետական փողերի հետ կապված անգամ Վալբրեզին տեր չեք, ուրեմն դա է ձեր ապաշնոր վիճակը։ Կամ եթե այն աշճանի վերահսկողությունից իրավիճակը դուրս է եկել, որ Ռուսաստանում արդեն Պուտինի նեղ շրջապատը ուզմա կամած իրան հաջողություն մաղթի, ուզմա դժգոհություն առաջանա երկրի ներսում, եւ այդ դեպքում արդեն նպատակային խփում են պահեստներին, որ այդ դժգոհությունը ժողովրդի մեջ անցնի, որ մեր ինչին էր պետք ուկրաինական պատերազմը, մանավանդ լավ եք հասկանում, որ տոտալիտար երկրում իշխանափոխություն չի լինելու, ժողովրդավարական ուժերը կան։ Պալատական հեղաշրջում է լինելու, բայց Պուտինը քանի որ բավարար ուժ ունի, կարող է բռնվեն եւ գնդակը հարի բոլորին, այդ իսկ պատճառով պետքա կամած այդ դժգոհություններն առաջացնել ժողովրդի մոտ։ Ինչը որ ինչպես տեսնում եք, լավ էլ արվում է։ Այսինքն եթե դուք ի վիճակի չեք խփեք դրոններին եւ տեն ծանր հարված եք ուտում, կամ եթե չէ ձեր ներսում արդեն իրար են ուտում, մեզ հանգիստ թողեք, էլի։ Էս է վիճակը, ժողովուրդ ջան։ Իսկ հիմա նայենք Իրանի հետ կապված ինչ ունենք։ Իրանի արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադի։ Մենք ԱՄՆ-ից ազդանշաններ ենք ստացել իր պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության վերաբերյալ, սակայն վերջին օրերին մենք որևէ բանակցություններ չենք ունեցել ամերիկյան կողմի հետ։ Փոխըմբռնման ուղին Իրանի եւ Օմանի միջև էր։ Երկրորդ փուլ անցնելու որոշումը դեռ չի կայացվել եւ քննարկվում է։ Նորից այսօր են ասում շատ մոտ են համաձայնության Իրանն ու Ամերիկան, բայց հերթական անգամ Իրանը հերքում է, որ ինքը Ամերիկայի հետ բանակցում է։ Այդ ամեն ինչը ասվում է միջնորդավորված Օմանի հետ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, իսկ Միացյալ Նահանգները կլինի ավելի ամուր դիրքերում։ Մենք խաղի մեջտեղում ենք, մարդիկ փորձում են նախապես դատել, թե սա կոնկրետ ինչպես է ընթանալու։ Վստահությամբ կարող եմ ասել ձեզ, որ այն ընթանալու է մի ուղղությամբ, որը լավ է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, բայց մենք օգտագործելու ենք մեր ունեցած բոլոր գործիքները ռազմական, տնտեսական, դիվանագիտական համոզված լինելու համար, որ այս հարցը հասցնում ենք մինչև հանգուցալուծման։ Սա էլ փոխնախագահի տեսակետը, որը տեսնում ենք համեմատելով Իրանի մոտեցումների հետ, տրամագծորեն տարբեր են, բայց ամեն օր խոսում է համաձայնության մասին։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի Հորմուզի նեղուցով նավագնացության վերաբերյալ Օմանի հետ համատեղ հայտարարությունը գտնվում է պատրաստման վերջին փուլում։ Երկու երկրների միջև բանակցությունները տևել են մոտ 2 ամիս, այսինքն էլի խոսքը գնում է Օմանի հետ պայմանավորվածությունը։ Առաջարկվող նավագնացության երթուղու աշխարհագրական կոորդինատները արդեն համաձայնեցված են, եւ եթե գործընթացը չխաթարվի երրորդ կողմերի կողմից, համատեղ հայտարարությունը շուտով պատրաստ կլինի։ Բաղային ընդգծել է, որ Իրանի եւ Օմանի միջև համաձայնագիրն ինքնին չի կարող երաշխավորել Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունը։ Դրա փակմանը հանգեցրած պատճառները, այդ թվում ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը եւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից շարունակվող սպառնալիքները մնում են չլուծված։ Այսինքն ոչ մի երաշխիք դրա ուղղությամբ չի պատրաստվում տալ իրանական կողմը եւ ասում է մենք պայմանավորում ենք Օմանի հետ, որովհետեւ մեր սահմանով է, մեր տարածքով է դա անցնում, ինչ կապ ունի Ամերիկան։ Ամերիկան էլ ասում է Հորմուզի նեղուցը բաց է, առանձին վերահսկողության չի լինելու եւ այլ եւ այլ։ Իրանը Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի նոր հարվածն իր տարածքին կարող է հանգեցնել տարածաշրջանի առանցքային էներգետիկ ենթակառուցվածքների դեմ պատասխան հարձակումների եւ ԱՄՆ-ի հետ կապված այլ թիրախների։ Սա հերթական սպառնալիքն է, որը հնչեցնում է Իրանը հարևան երկրների նկատմամբ։
Իհարկե դա միայն նրանց չի վերաբերվում, դա մեզ էլ է վերաբերվում, որովհետև մենք բացի այն, որ լոգիստիկ դժվարություններ ենք ունենում, երբ որ Իրանը ներքաշում է պատերազմի մեջ, որովհետև մեր հարավային դարպասն է, բացի այդ էլ մենք չգիտենք այդ հարվածների արդյունքում ինչ կլինի, էկոլոգիական ինչ վնասներ կլինի, ինչ օդի հոսանքներ կգան դեպի մեզ, ինչ ջրի հոսանքներ կգան մեզ, արդյոք դա վարակված կլինի կամ ինչ կլինի, կամ սեյսմիկ ակտիվ գոտի ենք չես իմանա, որ հարվածից ինչ կլինի, ամեն եկուն ցանկացած պարագայում մինչև վերջի վայրկյանն էլ այդ մտավախությունը պետք է ունենանք, բայց բացի այդ հարցը, որ մեր հարավային սահմանն է, նաև ուրիշ խնդիր կա, խնդիրը նաև այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանը եթե համաձայնության չեկան ու Իրանը սպառնում է իր հարևաններին, որ կխփեն ձեզ, որ Ամերիկայի հետ խաղեր եք տալիս, իսկ մենք էլ ոգևորված ներկայացնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները $201 միլիոն էր թրիփի հետ կապված ընկերությանը ֆինանսարում, դառավ 402 ոգևորված տեսակ ինչ եղանք։ Մենք ոչ գիտենք 201-ը ինչի վրա է ծախսվելու, ոչ էլ իմանանք 402-ը ինչի վրա է ծախսվելու։ Ինչ հաշվարկ արեցին, որ տեսան 201-ը չի հերիքում, որ անցան 402-ին։ Այսպես լավ սիրուն հնչում է, որ տեսեք ինչ է, բայց մենք նախ պետք է դա հասկանանք, դա ինչ է Իրանից ներկայացնում, կոնկրետ ինչ քայլեր է արվում եւ արդյոք եթե հարց առաջացավ Ռուսաստանից կոնցեսիոն պայմանագրով երկաթգիծը որպես Ռուսաստանից կարողանալ վերցնել դրա հետ կապված փոխհատուցումների հարցում կօգնի այդ հիմնադրամը թե դա դրա վրա հաստատ չի ծախսվի ուրիշ նպատակով կանեն այդ դեպքում մենք պետք է հասկանանք որովհետեւ 74%-ը ամերիկյան կողմինն է եւ ինքը կարող անեց շատ մեծ թվեր այդ process-ի մեջ ներդնի, բայց արդյունքում ստացվի, որ դրա հետ գնումը շահույթը շատ երկար տարիների հարց լինի, այդ պարագայում ստացվի, որ Հայաստանը ավելի շատ պետք է պարտքեր փակի, այլ ոչ թե շահույթ ստանա։ Այնպես որ իսկ թե երբ դա շահագործման կհանձնվի, հաստատ դա Դոնալդ Տրամփի օրոք չի լինելու։ Իսկ հաջորդ ադմինիստրացիան թե ինչ կանի, դա մենք ուսումնասիրենք եւ կհասկանանք, որքանով են իրանք շահագրգռված այդ ճանապարհով եւ ի վերջո Իրանի հետ կապված հարցը ինչ լուծում է ստանում, որով մենք իմանանք, որ Իրանը բավական վտանգավոր է Հայաստանի համար, եթե հանկարծ ինքը համարի, որ Հայաստանը իր կենսական շահերի գոտի է եւ Հայաստանը խաղեր է տալի Ամերիկայի հետ, իսկ դա Իրանին դուր չի գալի։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ անվտանգության երաշխիք չի տվել։ Ում էլ որ տվել է, վիճակները տեսնում ենք։ Այնպես որ բերեք չգնահատենք, գերագնահատենք այդ հարցերը, ավելի շատ մտածենք, որ մեզ համար այսօր ընտրության հնարավորությունը գործնականում միակն է։ Հայաստանը լինի Եվրամիության անդամ, հայտ ներկայացնի, նաև անվտանգային հարցը սպասի Եվրոպայից, ու այդ պարագայում ինչքան էլ ինքը հրաշալի հարաբերություն ունենա Միացյալ Նահանգների հետ, դա չհակասի մեր եվրոպական գծին, իսկ եվրոպական գծի հետ կապված Իրանը առանձնապես լուրջ պրետենզիաներ չի ունենալու, եթե չասենք ընդհանրապես չի ունենալու։ Այնպես որ կարծում եմ, որ սա է մեզ համար ճիշտ ճանապարհը։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։